Սիրելիներս ողջույն, ինչպես եք, հուսով եմ լավ եք, իմ խոհանոցում տոնական տրամադրությունը, դոնոկը ձեռս եմ վերցրել, ինչ ենք անում, այս իմ տան նոր բնակիչների ձայների ներքո սկսում ենք աշխատել, գործել, ովքեր նոր են միացել իմեջին, ասեմ, որ գտնվում եք Անահիտի խոհանոցում և եթե խոհանոցում ենք, մի հապովություն հաստատ պատրաստում ենք, բայց այսօր ես չեմ պատրաստողը, այսօրվա պատրաստողը իմ ամուսինն է, նորից եմ ասում, ովքեր շուտվանից են հետևում իմ խոհանոցին, գիտեք իրա ձեռքի շնորհքը, իրա ձեռքի համն ու հոտն էլ ինձ ծանոթ մարդիկ լավ գիտեն։ Մի խոսքով այսօր քաբաբ ենք պատրաստելու, բայց մի քիչ ուրիշ տարբերակով ենք պատրաստելու։ Իմ էջում ունենք քաբաբ պատրաստելու տարբերակներ, ասեմ, որ շատ արտակարգ, շատ հյութեղ, սենց մեր ժողովրդական լեզվով ասած, շատ սոչնի քաբաբներ են ստացվում, քաբաբ, նայած ով ոնց կասի, չգիտեմ, իսկ այսօրվա բաղադրատոմսը լրիվ ուրիշ է, հետո էլ ավելի հետաքրքիր բաղադրիչ ենք ավելացնելու, որ մեր քաբաբները համեղ լինեն։ Հիմա խանութից գնել ենք մսերի տարբեր տեսականի, որը խորոված, որը քաբաբ ու ես կտրտում եմ շուտով մնացած գործերում արդեն Նիկան կմիանա մեզ, քաբաբի հետ մեզ անհրաժեշտ է լինելու նաև խոզի ճարպ, նույն ինքը խոզի սալ, էլի նորից մեր ժողովրդական լեզվով ասած, որպեսզի համով, հոտով ընտիր քաբաբներ ունենանք։ Հələ այդ տոպրակը բեր, Ալեքս, տոպրակով բեր։ Այ տեսնում եք, այստեղ վերցրել եմ մի քիչ յուղոտ միս, իսկ քաբաբի համար և որպես նոր բաղադրիչ, քաբաբին էլ ավելի համուհոտ տալու համար օգտագործելու ենք այս գունագեղ թմբլիկ սիրուն համով պղպեղները, տեսնենք որից ենք օգտագործում, ինչ քանակությունով, ինչ անենք, ոնց անենք, վերցրու բալես, կմիանամ ձեզ, ցույց կտամ քայլ առ քայլ, այս պահի դրությամբ միսը կտրեմ, սոխը մաքրեմ, խոզի ճարպը սառնանից չեմ հանել, որ սառը մնա լավ աղանք, մի կիլոգրամի համար 100-ից 150 գրամ խոզի ճարպ ենք օգտագործելու, այդ արդեն անգիր գիտեմ, այսքանը կտրտեմ ու կմիանամ ձեզ գնացինք։ Ահա, սիրելիներ կան, այստեղ աղում ենք միսը, ամուսինս աղում է միսը, ահա, աղալից հետո տեղափոխեցինք, որովհետև թասը փոքր էր, միսը մի քիչ շատ, հիմա ամուսինս իր աշխատասեր ձեռքերով, այսքանը չենք ուզում պատրաստենք, ասում է շատ է, դե որ ասում է ուրեմն մի բան գիտի, այս պահին աղացինք տավարի միս ու խոզի ճարպ, չէ Նիկա, ուրիշ բան էլ չենք արել, իհարկե եսա դնելու ենք սառնարան, որ սառի, արդեն ենքան է պատրաստել, ես գիտեմ, դիր սրա մեջ, մի քիչ առաջնի ենք, ուրիշ բերեմ, լավ էսա ուրիշ բերեմ,
այստեղ հեսա մանր սոխ եմ կտրտել, ոչ թե աղացել եմ, այլև կտրտել, որովհետև ասում է պենց, այս էլ ինչ լավ է, չէ, այս թասերը շատ հարմար են, շատ ձեզ էլ խորհուրդ կտամ օգտագործեք, շատ լավ, որակապես շատ լավն են, ինքը ստեղ որոշում է, մեկ էլ ոնց հասկանում ենք փոշմանում է, երևի բոլորն էլ պատրաստի, ուրեմն սոխը բերեմ, հա? Հա, սոխը բեր մի քիչ նախ ցանի, փափկի, սոխի վրա աղ ենք լցնում, որ փափկի հյութը դուրս տա, ու տանենք դեպի աշխատանքային սեղան։ Որ խալաճինի պիտանենք, ինչ արիր, Աղլցլեցի, հա։ Քեմի սոխը լցրա, դեղի տանակով քաշի։ Հա, ոչ, Սա շորավրին։ դե կարող է մի հատ էլ խոշոր ստացված լինի, էտա։ Իմի սոխը քանի վրա կամ սև բխվի, կամ կարմիր շախտու մի քիչ, տենակ ինչ քա։ Ահա, բերել եմ և սևը, և կարմիրը, այսենց։ Լավ, Սևել անեմ։ Հա, մի քիչ գրավներից հարասեմ է։ Ասել սևը։ Լավ, որ հերիքա, սրանք հավատ հիլակցիստեն։ Օհ, ինչ էլ ուժեղ է գալիս։ Սևը լավն է շատ։ Համեմե աղ չարինք, բայց։ Կանենք, աղը, կանենք։ Աղը մի Գամետ սոխը խարնենք մի քիչ։ Իվադեիտ հեմիք էլ, կարլա քիչ աղանել, շատ պետք չի, աղ։ Սա է աղը։ Էլի։ Լավ, սպացի։ Մի նույնը մյուս երեսի։ Հա, մի քիչ աղարա մի քիչ։ Չտեղ մնաց։ Լավ հերիքա, շա։ Բերեց պետք չի։ Բերեց, մի քիչ բերեց հարայլի ու հերիքա։ Որովհետև Սև բխվելը։ որը կեչուպով ավտվա, լավ։ Մի քիչ կարմիր։ Մի րոպե։ Լավ, չա։ Լավ։ Ու նորից այսպես հունցում ենք։ Հետո սառնան ենք դնելը։ Բայց թե լավ հունցելուց հետո, խփելուց հետո։ Իսկ սոխ չսիրող մարդու համար կարելի է աղալ սոխը, բայց Նիկան ասում է ճիշտը կտրտելն է։ Так, Կանի
Դե դու փոքր նզեցիր։ Հա։ Հա հետո կհավատ։ Այսպես խփելու ենք մաս-մաս։ Նավացը առանց ձեզ։ Սի արդեն։ Ինքը ինչ լավ նայել։ Չինգն։ Լավ պետք է սառնարանը ծարծնել մի 3 շաբաթ։ Հետո չերով։ Լավ։ Հանակել։ Նստացնելն է պետք որտեղ շամպուրի Իսա դերնի մաքրի Ինչ անիմալի Սամակա բակշը Անցել արդեն մոտ 2-3 ժամ Այնտեղ հենա հարևանի շունիկն է Այստեղ էլ Նիկան կրակը վառել է, այս են սիրուն ուխ, այս ինչ էլ տակ է ու Իրա ձեռքերով քաբաբի պատրաստեցին Շշերին անցկացնում Ինքը այս թազամոտնի ձևերով չի անում, հին ավանդական սիրուն ուղիղ առանց նախշերի Այ այդ քաբաբն է սարքում Այսա կշարենք կրակին, մի քանի հատ հավաքելուց հետո Այս էլ կրակը Ճողակը լավ չի սառել Այդ պահով ասմա Դուրս այդքան էլ չի գալիս Մի տեսնենք ոնց է ստացվել Այս ընթացքում արդեն
Ես տան գործերով էի ընկել, չհասցրեցի լնելու պահը ցույց տամ, բայց գնանք վերջնակետը տեսնենք, ստեղ սոխ եմ կտրտել ու իրան դե գիտեք, մատուցելու ենք սոխով, այստեղ են է ասում, պահ, վայ չուտողին, պահ, ստե նայեք հյութեղ, ընտիր, աննկարագրելի համեղ, դե ինձ սիրելիներս, մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։